Բարև ձեզ Հայեջան, այսօր ես կպատմեմ նախաքրիստոնեական հավատամքի մասին հայացքի։ Ես նախորդ կասեմ, որ մինչև այս տեսանյութին անդրադառնա եւ ես դեռ դպրոցական ժամանակներից ինչ-որ կերպով մեր հին հայկական կրոնը նմանություն եմ տեսել քրիստոնեությանը եւ դպրոցական տարիքից սկսած մինչև խոր ուսումնասիրությունը պատմության ես այդ ամենը չեմ արտահայտել եւ երբ որ սկսեցի ավելի խոր ուսումնասիրել պատմությունը ես այդ իմ եզրակացությունները ավելի խորացան եւ հասկացա որ քրիստոնեությունը աշխարհաժողովի միջոցով ընդունել է հայերս հենց այնպես չէ որ ընդունել ենք այլ քրիստոնեությունը հոգեհարազատ էր մեզ եւ այդ իսկ պատճառով մենք ընդունեցինք քրիստոնեությունը որպես պետական կրոն այս տեսալավակով եւ Արտակ Մուսյանի գրքով ես փաստացի կանդրադառնամ այդ ամենին եւ նախորդ կասեմ բաժանորդագրվեք իմ YouTube-յան այս ալիքին լայքեր, մեկնաբանություններ թողեք տեսալավակի տակ, որ այլ ավելի հետաքրքիր պատմություններ իմանաք հայազգի մասին։ Շնորհակալություն եւ բարի դիտում։ Հայկական լեռնաշխարհում պաշտամունքի վաղագույն ձևերը ոգեպաշտություն, բնապաշտություն, տոտեմիզմ, հայկական մոգություն ծագել են դեռևս 500-ի դարում եւ դրանց որոշ մասը ապրուկային դրսևորումներով գոյություն ունի նաեւ մեր օրերում։ Ոգեպաշտությունը հավատ է ոգիների եւ ոգու նկատմամբ, որոնք կառավարվում են մարդկանց եւ նրանց շրջապատող աշխարհը։ Ըստ հայոց հավատալիքների ոգիները եղել են բարի եւ չար։ Բարի ոգիներն են քաչքերը, արդարության պաշտպանող լեռնաբնակ խիզախ ոգիները, արժանահարսերը, հրեշտակները, արալեզները, մարտադաշտում զոհված հերոսների հարություն տվող ոգիները եւ այլն։ Չար են համարվում խուշք եւ դրուժք ոգիները, որոնք արդարության թշնամիներն են խաբեբայության եւ մատնության։ Խուժել, դրժել, խուժադուժ, խուժան։ Հնագույն հավատալիքների համաձայն խավարում բնակվում են թուղք կոչվող չարադևերը։ Շիդարք ոգիները կուրացնում են մարդու միտքը եւ բանականությունը, քնածներին ճնշում եւ մղձավանջներ առաջացնում խփլիկներ ոգիների, հիվանդաբար քամիներով բնակվում են այս կոչվող ոգիները, այսահարվել, սիրո հետ կապված բացասական դրսևորումները կապվում են սիրադևերի հետ, ճիվաղները այլանդակ ու շահամոլ ոգիներն են, առանձնահատուկ է ուրվականների նկատմամբ հավատքը, սրանք համարվում էին ննջեցյալների ոգիներ, որոնք երբ հիշում եւ հարգվում են իրենց ողջ մնացած հարազատների կողմից, դառնում են նրանց բարի հովանավորները, իսկ երբ մոռացվում են, դառնում են վրեժխնդրի եւ պատժող ուժեր։ Բնապաշտությունը տեսանելի աշխարհի եւ բնության երևույթների պաշտամունքն էր, որի դրսևորումը գտնում ենք քարի դարի ժայռապատկերներում մինչև օրս պահպանված բազմաթիվ երևույթներում, կրոնական հավատալիքներում, արվեստի գործերում, տոմարում, անձնանուններում եւ այլն։ Տոտեմիզմը հավատն է, որ մարդկանց տվյալ խումբը ծագում է կամ արյունակցական կապի մեջ է որևէ կենդանու, բույսի կամ առարկայի տոհմի հետ։ Տոտեմ բառն առաջացել է հնդկացիների աջիբե ցեղի օտոտեմ նրա տոտումը բառից։ Հայոց մեջ տոտեմիզմի առկայության լավագույն վկայություններից են անձնանունները՝ Հայձե, Միկոջուն, Վազգեն, Գոռ, Վարդուհի, Եզնիկ եւ այլն։ Հմայական մոգություններ։ Հավատք է
գերբնական ուժերի միջոցով նյութական առարկաների, երևույթների և անձանց վրա ազդելու մարդու հնարավորությունների նկատմամբ։ Այս հավատքի վկայությունը հանդիպում է ժայռապատկերում, միջնադարյան հմայելներում, ժողովրդական հավատալիքներում, որոնց վերապրուկները առկա են մեր օրերում, թուղթուգիր և այլն։ Հնագույն գլխավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ Հոյոց առաջին պետական կազմավորման գոյություն ունեցող պաշտամունքների երևույթների մասին։ Արատտայում տիրում էին կրոնապետական կարգեր, երկրի հովանավորն էր համարվում արարչագործ հայը Աստծո որդի Հայկը, շումերական աղբյուրներում Դումուզի, հունականում Օրիոն, հիշատակվում է նաև Հայկ Դումուզի մայրը և քույրը։ Հայասը երկրի աստվածը հիշատակվում է խեթա հայկական պայմանագրերում, որի վնասված բնագրում ընթեռնելի է 13 Աստծո անուն։ Հայասայի դիցարանի գլուխ է կանգնած ռազմի ամպրոպային գերագույն աստված, երկրորդ տեղում մայր աստվածուհին էր։ Վանի թագավորության դիցարանը հիշատակվում է Մեհրի դռան արձանագրության մեջ, որի վերլուծությունից պարզվում է, որ դիցարանը կազմված էր 35 աստվածներից և 35 աստվածուհիներից, նաև շուրջ 30 սրբություններից։ Աստվածների և աստվածուհիների թվի հավասարությունը ցույց է տալիս մենամուսնական ընտանիքների գաղափարի գերակայության ժամանակի հայ իրականության մեջ։ Աստվածների զոհաբերում էին առու կենդանիներ՝ ցուլ և խոյ, իսկ դիցուհիներին՝ էգ, կով և ոչխար։ Չկար ոչ մի բացառություն, այսինքն յուրաքանչյուր աստծուն պետք էր զոհաբերություն կատարել ըստ սեռի։ Հասկանալի է դառնում, թե ինչու ենք այսօր մատաղի ծեսի ժամանակ զոհաբերում միայն առու կենդանի։ Պահպանվում է հնագույն ավանդույթը։ Քրիստոնեության Հայաստանում Սուրբ Երրորդության Հայր Աստծո գլխավորությամբ ընկալվում է իբրև առական, ուստի և մատաղացու կենդանին պետք է լինի միայն առու։ Վանի տերության դիցարանը գլխավորում էր գերագույն եռյակը Խալդի, աստվածների հայր, երկնքի ու երկրի արարիչ, Թեշեբան, ռազմի քաջության ամպրոպի աստված և Շիվանին, արևի աստված, որի պաշտամունքը գլխավոր կենտրոնը Տոսպվան մայրաքաղաքն էր։ Երկրպագում էին նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածների։ Վանի թագավորության անկումից հետո տեղի է ունենում նաև Պանթեոնի ձևավորում և քրիստոնեության ընդունման նախօրյակին Հայոց դիցարանը ներկայանում է նոր տեսքով։ Դիցարանը կրկին ղեկավարում է գերագույն աստվածների եռյակը՝ Արամազդ, Անահիտ և Վահագն կազմով։ Աստվածների հայր Արամազդը պաշտվում էր իբրև արարիչ երկրի ու երկնքի, բարօրության, լիության, արիության շնորհող։ Նրա պաշտամունքի գլխավոր կենտրոնը Դարանաղյաց գավառի անի ամրոց։ Մայր դիցուհի Անահիտը, որին մեծարում էին ոսկեմայր տիտղոսով, համարվում էր երկրի փառքն ու սնուցողը, բոլոր բարիքների շնորհատուն, երկնքի ու մայրաքաղաքի պահպանման հովանավորը։ Նրա պաշտամունքի գլխավոր կենտրոնն էին Եկեղյաց գավառի Երիզա (Երզնկա) ավանը, նաև մայրաքաղաք Արտաշատը։ Վահագնը Նեմրութի սրբավայրում Արտագես պաշտվում էր որպես ռազմի քաջության և ամպրոպի աստված։ Ըստ մի տեղեկության նախապես պաշտվել էր որպես Արեգակի աստված։ Վահագնի գլխավոր մեհյանը գտնվում է Աշտիշատում և կոչվում է Վահեվանյան։ Գլխավոր և սիրված աստվածուհիներից էր Աստղիկը, երկնային լույսի, սիրո և գեղեցկության աստվածուհին, ում էր նվիրված Վարդավառի տոնը։ Ըստ քրիստոնեացված ավանդազրույցի այս տոնը կապված է մեծ ջրհեղեղի հետ, իսկ Աստղիկը Նոյի դուստրն էր, համարվում էր Վահագնի կինը կամ սիրուհին, և Աշտիշատում գտնվում էր նրա մեհյանը, կոչվում էր Սենյակ Վահագնի։ Նանեն համարվում էր
մայրության և ընտանիքի օջախի պահպանման դիցուհին, որը նախապես նաև ռազմի դիցուհին էր։ Նանեի պաշտամունքի գլխավոր կենտրոնը գտնվում է Դարանաղյաց գավառի Թիլ ավանում։ Արեգակ Միրհը Արեգակի, լույսի և արդարության աստվածն էր։ Ըստ հայոց հավատքի Արեգակի սրտում ապրում էին 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա մեկ օր արդարություն էր պահպանում երկրի վրա։ Ավանդության համաձայն պաշտամանուկ Արեգակն ամեն երեկո սուզվում էր, ամեն առավոտ դուրս էր գալիս Վանա լճից, որի կապույտ ջրերի խորքում էր գտնվում նրա ոսկյա ննջարանը։ Արևի պաշտամունքի գլխավոր կենտրոնները եղել են Բարձրհայք, Բագառիշ ավանը և Տոսբ Վան մայրաքաղաքը։ Տիրը դպրության աստվածն էր, որը համարվում էր Արամազդի քարտուղարը, գրի և գրականության, արվեստի ու գիտության հովանավոր աստվածը։ Պաշտամունքի գլխավոր կենտրոնը գտնվում էր Վաղաշապատից Արտաշատ ճանապարհին, Երազամույն կոչվող վայրում։ Անդրաշխարհի աստվածը հնագույն ժամանակներում եղել է Տորք անգելը, որը համապատասխանում էր խեթական Տարք աստծուն։ Նոր դիցարանում նրան փոխարինել է Սպանդարամետը։ Հայոց մեջ սիրված էր Վանատուրը, հյուրընկալության աստվածը։ Պատահական չէ, որ հյուրասիրություն սրբացված կանոն այսօր էլ առկա է հայերի մեջ։ Մեր կենցաղում Նոր տարվա տոնակատարությամբ կարևորվում էր Ամանորի պաշտամունքը։ Հելլենիզմի դարաշրջանում հայոց աստվածությունները համապատասխանեցվեցին հունականներին՝ Արամազդը Զևսին, Անահիտը Արտեմիսին, Վահագնը Հերակլես, Աստղիկը Աֆրոդիտե, Արեգը Միրհ, Հելիոս, Տիրը Ապոլոն և այլն։ Սակայն օտար աստվածությունների ոչ անունները, ոչ էլ պաշտամունքները չընդունվեցին մեր ժողովրդի կողմից։ Հայոց մեջ լայն տարածում չի ունեցել նաև զրադաշտականությունը, որը դուլիիստական կրոն էր համազոր չար և բարի գերագույն աստվածություններում՝ բարի Արամազդ, Որիզդ և չարը Ahriman (Հարման)։ Հայոց նախաքրիստոնեական հավատքի մասին կարևոր տեղեկություն է Հայոց տոմարը։ Օրացույցում հիշատակվում են աստվածների ու սրբազան վայրերի անուններ։ Ամփոփելով ասվածը արձանագրենք հայոց հին հավատքի բնորոշ գծերը։ Միակենտրոն բարեպաշտություն, ի տարբերություն դուլիստական զրադաշտականության։ Դիցարանը բաղկացած էր ազգակից աստվածներից։ Դիցարանի ղեկավարումը Գերագույն եռյակի կողմից, ինչը հնդեվրոպական երևույթ էր և հայ իրականության մեջ նպաստեց քրիստոնեության ընկալմանը։ Գերագույն եռյակ երեք անձերը փոխարինեցին քրիստոնեության սուրբ երրորդությանը։ Չար ու բարու ոգիների ընկալումը։ Հայոց մեջ չկար չար կամ չարագործ աստվածներ։ Չար ուժերը ոգիների մակարդակից չեն բարձրացվել։ Մեծարվել են լույս, ընտանեկան օջախ, գիտություններ և ամենայն բարին։ Առկա են եղել գաղափարախոսական մի շարք հիմնադրույթներ, որոնց հատկանշական է սրբազան հայրենիքի պաշտամունքը, հայերի ընտրյալ ժողովուրդ լինելու և ազգային առկայություն ունենալու պատկերացումները, աստված-պետություն, աստված-ժողովուրդ, անհատ կապերի ընկալումը։ Այսքանը, շնորհակալություն դիտելու համար։